Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության հարգելի անդամներ, վերահսկող հանձնաժողովի անդամներ, տարածքային կազմակերպությունների խորհուրդների հարգելի անդամներ, աշխատանքային խմբերի հարգելի ներկայացուցիչներ, սիրելի համակիրներ, հարգելի նվիրատուներ, ողջունում եմ բոլորիդ եւ ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Այսօր մեր գալա միջոցառումն է, որը նվիրված է նախ Գյումրիում եւ Փարաքարում քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթների ներկայացմանը եւ մենք այսօր նաեւ դրամահավաքի գործընթացի ըստ էության այս փուլի ամփոփումն եմ կանում։ Ուզում եմ հիշեցնել, որ դրամահավաքը, որը այս տարի եւ սրանից հետո միշտ այդպես է լինելու, տեղի է ունենում առցանց եղանակով, արդեն մի շաբաթից ավել սկսվել է, այդ ընթացքում արդեն տեղի են ունեցել նվիրատվություններ եւ կարող ենք հստակ ասել, որ օրենքով սահմանված ֆինանսական ծախսերը կկարողանանք այդ դրամահավաքի շնորհիվ իրականացնել, իհարկե նաեւ դրամահավաքը շարունակվում է եւ կուսակցության ընթացիկ կարիքների համար նույնպես այդ դրամահավաքը կծառայի։ Ես ուզում եմ բոլոր նվիրատուներին շնորհակալություն հայտնել այս կարևոր աջակցության համար եւ կարծում եմ, որ կարևոր է, որ այս մշակույթը, որը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստեղծման առաջին օրից ներդրել է, այդ մշակույթը խորանա եւ ավելի ինստիտուցիոնալ, ավելի թափանցիկ տեսք ստանա։ Իհարկե, հիմնական թեման Գյումրիում եւ Փարաքարում արտահերթ ընտրություններն են համայնքների եւ ուզում եմ խոսել նաեւ որոշ հանգամանքների մասին, որովհետեւ Գյումրիում եւ Փարաքարում տարբեր հանգամանքներում են արտահերթ ընտրություններ նշանակվել, բայց կարևոր է ընդգծել, թե ինչ հանգամանքներում եւ ինչ պատճառով է Գյումրիում մասնավորապես տեղի ունենում արտահերթ ավագանու ընտրություններ։ Եվ իրականում կարծում եմ ընտրությունների պատճառը նաև որոշակիորեն քաղաքականացման մակարդակը ընտրությունների մեծացրել է։ Կուսակցության հարգելի ընկերներ, վերջին տարիներին մեզ ամենաշատը ինչի համար են քննադատում։ Մեզ ամենաշատը քննադատում են նրա համար, որ մենք հեղափոխությունից հետո խոստանալով թալանվածը հետ վերադարձնել, այդ գործում այնքան էլ մեծ հաջողություններ չունենք։ Իրականում ես պիտի չհամաձայնվեմ այս տեսակետի հետ եւ այն, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ընտրություններ, ինչ որ առումով այդ գործընթացում մեր ինստիտուցիոնալ հաջողության ուղղակի վկայություն է։ Ինչ նկատի ունեմ, ուզում եմ հիշեցնել, թե Գյումրիի ավագանում, երբ խնդիր առաջացավ, երբ Հայաստանի Հանրապետության վերջին տարիներին ընդունված օրենսդրական փոփոխությունների եւ նոր ձևավորված ինստիտուտների գործունեության արդյունքում արձանագրվեց, որ Գյումրիի կարևորագույն սիմվոլներից մեկը Սև բերդը սեփականաշնորհվել է ապօրինի ձևով եւ պետք է վերադարձվի համայնքին։ Գլխավոր դատախազությունը օրենքով սահմանված կարգով դիմեց Գյումրիի ավագանուն, որպեսզի ավագանին դիմի դատարան այդ գույքը ապօրինի սեփականաշնորհված գույքը համայնքին վերադարձնելու համար։ Իհարկե որոշակի պայմաններում քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավագանին Գյումրիի հանդես եկավ նախաձեռնությամբ եւ այդ պայմաններում ըստ էության ավագանին կողմ քվեարկեց, բայց պիտի պարզվեր, որ դրանով աշխատանք ավարտված չէ եւ Գյումրիի քաղաքապետարանը պետք է դատարանում պաշտպանի այդ հայցը, բայց ամենակարևորը ներդրվում է նոր ինստիտուտ հենց կոնկրետ Գյումրիում, ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում, որը արդեն ոչ թե քաղաքական որոշումների, ոչ թե քաղաքական նյարդերի, այլ ինստիտուցիոնալ ձևով պետք է Գյումրիում եւ Հանրապետության մնացած համայնքներում իրականացվի ապօրինի սեփականաշնորհված, ժողովրդական լեզվով ասած,
թալանված կամ գողացված գույքը։ Ահա այստեղ է որ առաջացավ քաղաքական ճգնաժամ եւ ըստ էության Գյումրիի ավագանու մեծամասնությունը հրաժարական տալով հայտարարեց, որ ինքը հրաժարվում է սպասարկել այդ օրակարգը։ Սա է քաղաքական պատճառը, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ավագանու ընտրություններ եւ ավագանու ընտրությունները տեղի են ունենում այն պատճառով, որ Գյումրիի ավագանին հռչակեց, որ ինքը հրաժարվում է գյումրեցիներից գողացված գույքի վերադարձի օրակարգը սպասարկել։ Սա շատ կարևոր է արձանագրելու համար։ Եվ այս ընտրությունները իրականում հենց այս համատեքստը եւ այս ենթատեքստը ունեն։ Բայց միջև այդ համատեքստին ու ենթատեքստին անդրադառնալը սա շատ լավ առիթ է, որպեսզի մենք ի վերջո համակարգված ձևով արձագանքենք այդ մեղադրանքներին։ Արդյոք մենք հետևողական ենք ժողովրդից թալանվածը վերադարձնելու ճանապարհին, թե այնուամենայնիվ մենք գնացել ենք այդտեղ կոմպրոմիսների, մեր քաղաքական կամքը նվազել է, մեր վճռականությունը նվազել է եւ մենք հետ քայլեր ենք արել։